Խնձորի ծառի տակին, այ ես այդ կարգավիճակում եմ տեսեք ժողովուրդ, խնձոր, լիքը, ու դադար չկա խնձորից, իհարկե այդքանը չենք կարող օգտագործել, ուզում եմ ասել, խնձորը միկրոէլեմենտների հզոր քանակություն, բայց ես այսօր ուզում եմ խոսել խնձորը անպայման որպեսզի պատրաստենք խնձորի քացախ։ Խնձորի քացախը ինչպես ենք պատրաստում։ Իհարկե շատերը մտածում են խնձորը կարելի է կտրտել կամ ասենք աղալ կամ բլենդերով հարել եւ դնել մի քիչ էլ թխտմոր եւ կլինի ժամանակի ընթացքում խնձորի քացախ։ Ոչ, սիրելիներս, մենք այսօր պատրաստում ենք խնձորի քացախ բուժիչ նպատակով, որպեսզի դուք տարին 12 ամիս ունենաք, որպեսզի ձեր առողջությունը լրիվ կարգավորի, մանավանդ եթե դա վերաբերվում է ճնշումին։ Իհարկե վերցնում ենք խնձորը, կտրտում ենք, պոչը հեռացնում ենք, կորիզները լրիվ հեռացնում ենք եւ այս խնձորը իր կեղևով հանդերձ պետք է աղանք յուրաքանչյուր 400 գրամ խնձորին, այսինքն աղացած խնձորին մենք ավելացնում ենք 500 գրամ ջուր։ Սիրելի իմ ժողովուրդ, սա անպայման ֆիքսեք, տարածեք սա, որտեղ սա անհրաժեշտ է յուրաքանչյուրին, սա դեղ է, սա օրգանիզմի համար հզոր չափից ավելի անհրաժեշտ եւ միկրոէլեմենտներ եւ հանքանյութեր 400 գրամ խնձորին, աղացած խնձորին մենք ավելացնում ենք կես լիտր ջուր, ջուրը պետք է լինի եռացրած, սառեցրած եւ գոլ վիճակով, այնուհետեւ պետք է ավելացնենք 20 գրամ թխտմոր, թխտմորը պետք է լինի ոչ թե խանութից առաջ 4 թխտմոր կամ պատրաստի, ոչ, թխտմորը պետք է լինել, պետք է վերցնել այնտեղից, որտեղ հաց են թխում 20 գրամ յուրաքանչյուր 400 գրամին, այնուհետև ավելացնում ենք յուրաքանչյուր 400 գրամին 100 գրամ մեղր, անարատ, ընտիր արդար մեղր, կամ եթե մեղր չունենք, ոչինչ, թող լինի 50 գրամ շաքարավազ։ Այնուհետև այս բոլորը խառնում ենք իրար, բոլորը իրար հետ խառնելուց հետո մենք ավելացնում ենք յուրաքանչյուր այս պորցիային սև հաց, ընդ որում սև հացը պետք է լինի ոչ թե գույն տված սև հաց, այլ իսկական սև ցորենի հաց եւ սև հացը պետք է լինի ընդամենը 50 գրամ։ Ուրեմն ամբողջ բաղադրությունը այսպես է. 400 գրամ աղացած կեղևով կորիզները հեռացրած, այս պոչիկը եւ ծայրը հեռացած խնձորին ավելացնում ենք կես լիտր եռացրած սառեցրած գոլ ջուր, 20 գրամ հաց թխողներից վերցրած թխտմոր եւ սև հաց, ընդամենը վերցրեք 20-ից 50 գրամ, այս բոլորը իրար հետ լավ խառնում եք, այնպիսի տեղը որպես տարան լինի կամ ապակյա, կամ փայտյա, անպայման խառնում եք ոչ թե երկաթե գդալով, այլ փայտյա գդալով եւ օրը մի քանի անգամ վերևից փռում եք մարլյա եւ անպայման պետք է լինի 25-ից 30 աստիճան ջերմություն, ընդ որում արևի ճառագայթներից հեռու վայր եւ անպայման օդ խաղացող։ Այս բոլորը անում եք ընդամենը 15 օրից հետո դուք քամում եք ամբողջ այս բաղադրությունը, խյուսը առանցին, հեղուկային մասան առանցին եւ դնում եք որևիցե օդ խաղացող եւ մարլյան վրան փռելուց հետո պետք է դնեք անպայման մի այնպիսի տեղ, որպեսզի արևի ճառագայթներ չընկնեն 20-30 օր հետո դուք նորից եք նայում, իսկ 40 օրը արդեն այն պատրաստ է օգտագործման, այն եւ պղպջակները, եռման պրոցեսը լրիվ կանգնում է, դուք
նորից այդ ժամանակ լցնում եք տարայի մեջ, հերմետիկ փակում եւ դնում սառցարան կամ որևիցե ցուրտ տեղ, կամ որևիցե ձեր պահոցում, որտեղ որ ավելի կարելի ասել սառն է, եւ ձեր քացախը պատրաստ է։ Հետո կասեմ, ինչի համար օգտագործեք եւ ինչպես։ Անդիր է, ժողովուրդ, իմ կողմից այս բաղադրությունը, այս քացախը սարքելուց հետո կտեսնեք, այն տարբերվում է բոլոր քացախներից, որը որ գիտեք, որովհետև դա այս բաղադրությունը հենց Չարլզ Դարվինի բաղադրությունն է, որը ես ձեզ հետ կիսվեցի։ Առողջ եղեք, երջանիկ, խնձորը լավն է, եւ կերեք, եւ քացախ օգտագործեք հանքանյութերի, միկրոէլեմենտների քանակություն, որը հենց մեր օրգանիզմին անհրաժեշտ է։